Թուրքիան ամեն ինչ անում է, որ չկորցնի միջնորդական դերը ռուս-ուկրաինական բանակցություններում։ Դրա համար այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շտապել է Կիև, համոզելու ուկրաինացի պաշտոնյաներին չչեղարկել հունիսի 2-ի բանակցությունների հաջորդ ռաունդը եւ պատվիրակություն ուղարկել ռուսների հետ բանակցելուն։ Ֆիդանը նախ հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգային, հետո նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Կիևում Ֆիդանը մշտական խաղաղություն է խոստացել։ Կամ մենք աչք ենք փակում պատերազմի շարունակության վրա, կամ մինչև այս տարվա վերջ կհասնենք մշտական խաղաղության։ Թուրքիան կարող է օգտագործել ուկրաինական եւ ռուսական կողմերի բանակցությունների ներուժը խաղաղության հասնելու համար։ Հույս ունենք, որ Ստամբուլում կայանալիք բանակցությունները Էրդողանի, Թրամփի, Պուտինի եւ Զելենսկիի մասնակցությամբ կհարթեն հետագա հանդիպումների ճանապարհը։ 3 օր շարունակ ուկրաինական կողմը պաշտոնապես չի պատասխանել, որ պատրաստ է մասնակցել Ստամբուլյան բանակցություններին։ Միայն այսօր Ֆրանս պրես գործակալությունը հղում անելով Զելենսկիի գրասենյակի ղեկավարին գրել է, որ Կիևը պատրաստ է մասնակցել Ստամբուլյան քննարկմանը։ Ուկրաինան պատրաստ է հակամարտության կարգավորման հարցերը Ռուսաստանի հետ բաց քննարկելու համար։ Մենք դա հաստատեցինք ռուս եւ ուկրաինացի պատվիրակությունների վերջին հանդիպման ժամանակ։ Ռուսական կողմը արդեն պատրաստ է Ստամբուլյան բանակցությունների այս փուլին։ Կրեմլից հայտնել են, որ երկուշաբթի ռուսական պատվիրակությունը տեղում կլինի։ Մեր պատվիրակությունը Ռուսաստանի բանակցողների պատվիրակությունը ուղևորվում է Ստամբուլ եւ երկուշաբթի առավոտյան պատրաստ կլինի շարունակել բանակցությունները։ Ստամբուլ պատվիրակություն չի շտապում ուղարկել Միացյալ Նահանգների նախագահը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, թե Թրամփը խրախուսում է առանց միջնորդների տետատետ բանակցությունները։ Միացյալ Նահանգների նախագահը կասկածում է, որ Ռուսաստանի ղեկավարը լուրջ է վերաբերվում բանակցություններին։ CNN-ը գրում է, որ Թրամփը առաջիկայում մտադիր է գնահատել Պուտինի լուրջ վերաբերմունքը խաղաղության նկատմամբ ու դա կարող է պատճառ դառնալ, որ Վաշինգտոնը նոր սանկցիաներ կիրառի Ռուսաստանի դեմ։ Մոսկվային կոշտ քննադատության է ենթարկել նաև Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը։ Կառույցը մեղադրել է Ռուսաստանի խաղաղության գործընթացը վիժեցնելու համար։ Ինստիտուտի հրապարակած զեկույցում նշվում է, որ ռուսները փորձում են խճճել բանակցությունների ներկայիս փուլը ու արհեստական ձգձգել այն։ Հասմիկ Սերոփյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։